Տագնապած են Գերմանիայում ապաստանած Հայաստանի քաղաքացիները, լսել են արտաքսումների մեծ ալիքի մասին։ Վախը, մեջս անհանգիստ գիշերներ ունեմ, կարամ ասեմ համարյա չեմ քնում դրանից ամբողջ հոգեկանս էլ է խանգարվում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող առնվազն 2 ինքնաթիռ է Գերմանիան Հայաստան ուղարկել անցած ամիս, մեկը Մյունխենից, մյուսը Համբուրգից։ Ըստ Սպուտնիկ Արմենիայի Մյունխենյան չվերթում Հայաստանի 130 եւ Վրաստանի 79 քաղաքացիներ են եղել։ Բուժման նպատակով Գերմանիայում գտնվող մեր զրուցակիցը ահազանգում է Հայաստան են արտաքսվում ծանր հիվանդություններ ունեցող եւ դեռևս լիովին չբուժված մեր հայրենակիցները։ Ես մտածում եմ, որ այս ամեն ինչը կապված է Փաշինյանի գալու հետ, երբ որ եկել այստեղ ինչ որ բաներ է ասել, որ չի համապատասխանում իրականությանը, օրինակ բուժումների հետ կապված, տեղորայքի հետ կապված, ու Գերմանիայի Հանրապետությունն էլ մտածում է, որ շատ ապահով երկրում ենք ապրում ու կարան բոլորին արտաքսեն Հայաստան։ Հայաստանում մեկ անհաջող վիրահատությունից հետո հայլուրի զրուցակիցը ցանկացել է Գերմանիա մեկնել կրծքագեղձի քաղցկեղը բուժելու համար։ Ցանկությունը որոշում է դարձել հայ բժիշկների հակասական ախտորոշումներից հետո։ Մի բժիշկը ասել է, որ քաղցկեղը կրկնվել է, երկրորդը ասել է, որ չէ, հնարավոր չի։ Գերմանիայում ամեն ինչը հաստատվել է, շատ բարդ վիրահատություն եմ տարել։ Գերմանիայում հաստատել են քաղցկեղը կրկնվել է։ Բուժարուն պետության միջոցներով 2 անգամ վիրահատվել է։ Պետության հատկացրած խնամակալների հսկողությամբ հաղթահարել հետվիրահատական շրջանը։ Գերմանացի բժիշկները վիրահատել են նաև ոդկը, որի սխալ վիրահատության պատճառով երկրորդ կարգի հաշմանդամություն էր ստացել Հայաստանում։ Ոդկս պրոթեզավորված, որը որ սխալ են պրոթեզավորել, ճիշտ տեղում չեն դրել, դրանից ամբողջ ողնաշարը սպծրվել։ Գերմանիայում ստանում են մոտավորապես ամեն օր 12 տեսակի տեղորայք։ Տեղորայքների համար ոչ մի բան չեն վճարում։ Հայաստանում թե վիրահատությունը, թե քիմիոթերապիան, թե դեղորայքը ստացել է իր բարերով աստղաբաշխական թվերով։ Ֆինանսական ծախսերը հոգացել են Գերմանիայում ապրող հարազատները։ Ինքս հնարավորություն չունեմ վճարելու, որովհետև ես թոշակառու եմ, երկրորդ կարգի հաշմանդամ ու ստանում եմ ընդամենը 40,000 դրամ։ Ինձ նույնիսկ այդ գումարը չի հերիքի, որ իմ 12 տեսակի մի շաբաթվա տեղերը առնեմ։ Ըստ Գերմանիայում բնակվող հայերի պետությունը հենց հիվանդներին է արտաքսում։ Հայաստանի քաղաքացիները նախ ստանում են զգուշացում, հետո առանց առողջական վիճակը հաշվի առնելու իրավապահները նրանց ստանում են օդակայան։ Կոնկրետ ես արդեն 2 անգամ զգուշացում եմ ստացել, կամ ես ինքնական հետ վերադառնամ Հայաստան, կամ էլ ոստիկանությունը կգա ու ինձ ստիպողաբար կարտաքսեն Հայաստան։ Ես չգիտեմ, եթե հանկարծ գամ Հայաստան, ոնց եմ ապրելու, որովհետև ես իրականում մենակով վիճակի չեմ գնամ բժշկի մոտ կամ ինչ-որ վերականգնողական կուրսերի։ Հայաստանի Հանրապետության քանի քաղաքացու է արտաքսել Գերմանիան այս տարվա առաջին եռամսյակում, որոնք են արտաքսման հիմնական պատճառները։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը այս հարցերի պատասխանը չունի։ Մեկնաբանում են, հարցերն իրենց տիրույթում չեն։ Լիլիթ Խալաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։